Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Թեհրանը որոշել է այլևս չհետևել Միացյալ Նահանգների հետ կարգավորման վերաբերյալ հունիսի 18-ին ստորագրված փոխմրցման հուշագրով ստանձնած պարտավորություններին։ Նրա խոսքով սա պատասխանն է Վաշինգտոնի կողմից հրադադարի խախտման։ Այժմ զբաղված ենք երկրի պաշտպանությամբ, շեշտել է Ղարիբաբադին։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփն Իրանին էր մեղադրել հուշագրի դրույթները խախտելու համար։ Իրանական կողմը նաև նախազգուշացրել է, եթե Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին չդադարեցնի հարվածները, Իսլամական Հանրապետության ուժերը կանցնեն հարձակողական գործողությունների։ Վտանգ կա, որ հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել։ ԱՄՆ-ն եւ Իրանը գիշերը կրկին փոխադարձարվածներ են հասցրել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով թիրախավորվել են Իրանի ՀՕՊ համակարգերը, ափամերձ ռադարային կետերը, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի արձակման կայանքները, ինչպես նաև փոքր նավեր։ Հանրապետության տարբեր տարածքներում պայթյուններ են որոտացել։ Հաղորդվում է, որ Իրանին ամերիկյան հարվածների զոհերի ընդհանուր թիվը հասել է 50-ի, 500-ից ավելի մարդ տուժել է։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ հարվածել են Իրաքում, Բահրեյնում, Քուվեյթում, Օմանում եւ Հորդանանում ամերիկյան բազաներին։ Թեհրանը նաև հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին մինչև ռազմական գործողությունների դադարեցումը։ Տեղեկություններ կան, որ նեղուցում ականների պատճառով 2 նավթատար է պայթել։ Նաև իրանական կողմը խոչընդոտել է 4 նավի անցումը Հորմուզի նեղուցով։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ուկրաինական մի քանի հարյուրանոթաչու թռչող սարք խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Վորոնեժի, Ռոստովի, Վոլգոգրադի, Լենինգրադի, Վլադիմիրի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում զոհվել է 7 մարդ, 2 տասնյակից ավելի քաղաքացի վիրավորվել է։ Մոսկվայի մարզում նավթաբազա է հրդեհվել։ Մոտակա տարածքներում տարհանում է իրականացվել կանտուժացներ։ Վլադիմիրի մարզում էլ բնակելի կառույցներ են վնասվել, զոհեր կան Ղրիմում։ Ռուսական ուժերն էլ հայտնել են, որ հարվածել են ուկրաինական վառելիքաէներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքներին, նաեւ զանգվածային հարված է հասցվել Օդեսայի մարզի նավահանգստային օբյեկտներին։ Շարունակվող հարվածների ֆոնին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը գերատեսչության կոլեգիայի նիստ է անցկացրել, քննարկվել են Դաշնության զինված ուժերի արդիականացման, մարտական գործողություններին աջակցության, օդային հարվածների ուժեղացման, ուկրաինական հարվածների հակազդման եւ ռազմական մատակարարումների հետ կապված հարցեր։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էլ հայտարարել է, որ ռուսական ուժերը մեծացնում են ռազմական արտադրությունը եւ ցանկանում են բուֆերային գոտի ստեղծել Ուկրաինայի հյուսիսում։ Ալեքսանդր Սիրսկո խոսքով Ռուսաստանը չի հրաժարվում տարածքներ գրավելու մտադրությունից։ Ուկրաինայի նախագահը Կիևում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը, իրավիճակը ռազմաճակատում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի եւ Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացմանը։ Զելենսկին հույս է հայտնել, որ ապրանքաշրջանառությունը կաճի եւ շնորհակալություն է հայտնել Ֆիդանին այցի, համագործակցության եւ պատերազմի հարցում Անկարայի մոտեցումների համար։ Թուրքիայի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ իր այցը Կիև շատ արդյունավետ է եղել։ Ֆիդանի խոսքով Ուկրաինայի խորհրդարանի կողմից հավանության արժանացած ազատ առևտրի մասին համաձայնագիրը կարևոր հանգրվան է, որը նոր հնարավորություններ կստեղծի երկու երկրների գործարարների համար եւ տնտեսական գործընկերությունը կբարձրացնի նոր մակարդակի։ Ֆիդանը կրկին ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը աջակցելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններին։ Ռուսաստանից եւս հայտարարել են, որ բարձր են գնահատում Թուրքիայի խաղաղարար ջանքերը։ Միևնույն ժամանակ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար դեռևս հեռանկարներ չկան։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հայտնել է, որ 2025 թվականի սկզբից Միացյալ Նահանգները լքել է ավելի քան 3 միլիոն անօրինական ներգաղթյալ։ Մարկ Վեյն Մալինի խոսքով անօրինական միգրանտների ձերբակալությունների թիվը շարունակում է աճել։ Գերատեսչությունը գրեթե ամեն օր ձերբակալությունների քանակով նոր ռեկորդներ է սահմանում։ Պաշտոնյան մանրամասնել է, որ 3 միլիոնից 1.6 միլիոն ներգաղթյալն արտաքսվել է ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության ջանքերով, մինչդեռ եւս 1.4 միլիոնը հեռացել է ինքնակամ, օգտվելով կառավարության ֆինանսական աջակցության ծրագրից։ Մալինը հավելել է, որ ամեն օր ձերբակալվող անօրինական ներգաղթյալների մոտ 70%-ը հանցագործություններ կատարած անձինք են։ Նաև ըստ նախարարի ստուգումների արդյունքում հայտնաբերվել են Միացյալ Նահանգների քաղաքացիություն չունեցող 250,000 անձ եւ 400,000 մահացած մարդու անուն, որոնք գրանցված են եղել ընտրություններում քվեարկելու համար։ Ավելի վաղ ԱՄՆ-ում նոյեմբերին նախատեսված կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ամերիկյան ընտրական համակարգի խոցելիության մասին։ ԱՄՆ-ի հակառակորդները, այդ թվում
առնվազն Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան ունեն ԱՄՆ-ի ընտրական ենթակառուցվածքին վնաս հասցնելու հնարավորություններ, նշել էր Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել էր նաեւ, որ Չինաստանն ապօրինաբար հասանելիություն է ստացել ամերիկացի 220 միլիոն ընտրողի տվյալների եւ փորձել է խանգարել իր վերընտրվելուն։ Մոսկվան եւ Պեկինը հերքել են բոլոր մեղադրանքները։ Դիանա Գասպարյան, լուրեր։